Քո հրաշքն ամեն օր ուղերձների շարք։ Ե՛կ միասին փոխենք մեր շրջապատի մտածելակերպը։ Ինչպես գիտեք, ես իմ բոլոր նամակներն ավարտում եմ «Շնորհակալ եմ, որ դու կաս» արտահայտությամբ։ Եղել են մարդիկ, որ վկայել են և նույնիսկ զարմացել են, որ ինչ-որ մեկը շնորհակալություն է հայտնում իրենց գոյության համար։ Սիրելի՛ բարեկամ, ես սիրում եմ հետևյալ աստվածաշնչյան խոսքը. «Ձեր բերանից թող ոչ մի վատ խոսք դուրս չգա, միայն այն, որ բարի է, հավատի շինության համար պիտանի, որպեսզի շնորհ տա լսողներին»։ Ես հավատում եմ, որ Տեր Աստծու Սուրբ Խոսքի կիրառության շնորհիվ միասին մենք ունակ ենք փոխելու աշխարհը, մեր շրջապատի մարդկանց ու մեր աշխարհայացքը, ինչպես նաև նրանց մտածելակերպը։ Մեր Տեր Աստծու շնորհիվ մենք կարող ենք կյանք հաղորդել այս աշխարհին՝ տարածելով Նրա Արքայության մշակույթը, որի մեջ ամեն բան հնարավոր է և յուրաքանչյուր ոք սիրված է ու գնահատված։ Փորձի՛ր քո շրջապատի մարդկանց փոխանցել այն խոսքերը, որոնք ես եմ ամեն օր քեզ փոխանցում։ Շնորհակալ եմ, որ դու կաս։ Գուցե դու էլ սկզբում չես հասկացել, թե ինչու եմ ես նման խոսքեր ուղղում քեզ։ Ինչպես դու ես զարմացել, այնպես էլ քո շրջապատի մարդիկ սկզբում կզարմանան ու կտարակուսեն, որ ինչ-որ մեկը նման կերպով գնահատում է իրենց գոյությունը։ Սակայն հետո նրանք էլ կհասկանան, որ մենք՝ հավատացյալներս, Քրիստոսի աշակերտներս, մարդկանց նայում ենք Քրիստոսի աչքերով։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, դու իրապես թանկ մեկն ես Տեր Հիսուս Քրիստոսի համար և նաև ինձ համար։ Եվ քո շրջապատի մարդիկ էլ թանկ են Նրա համար։ Նա սիրում է քեզ և ուզում է քո միջոցով Իր սերը հայտնել մյուսներին։ Ե՛կ միասին փոխենք մեր շրջապատի մարդկանց մտածելակերպը։ Մի պահ փորձի՛ր պատկերացնել, թե ինչ կարող է կատարվել, եթե դու էլ սկսես քո շրջապատի մարդկանց փոխանցել «Շնորհակալ եմ, որ կաս» արտահայտությունը և գուցե նաև քո հրաշքն ամեն օր ուղերձները։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կաս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։